Հատուկ բարևներ այն տղամարդկանց, որոնք որ գործերով գնացել են Սիկտիվկար, բայց ընկերուհիներ հետ մնացել են Դուբայում։ Ես Եգոր Գլումովն եմ եւ մենք սկսում ենք երեկոն Շանթում։ Եթե չլիներ այդ մարդը, ես չէի լինի այստեղ այսօր։ Դիմավորեք այսօրվա երեկոյի գլխավոր հերոս Շուշանիկ Արևշատյան։ Շուշանիկ Արևշատյան ծնվել է Օդեսայում, ավարտել է լեգենդար համար 62 միջնակարգ դպրոց Երևանում, հետո համալսարան, դասավանդել է ռուսաց լեզու եւ գրականություն արտասահմանյան ուրեմն ուսանողներին, իսկ հետո այնպես արեց, որ ես դարձա հայտնի հաղորդավար։ Այ խնդրում եմ այդ փաստը։ Ինչպես արեցիք, որ ես դարձա հայտնի հաղորդավար։ Ես թույլ տվեցի քեզ անել, ինչ որ դու ուզում ես, ու չխանգարեցի, ամենակարևորը։ Այսօր, եթե այստեղ չլինեի ես կամ այստեղ չլիներ Շուշանիկ Արևշատյանը, միգուցե զրույցը այլ կողմ գնար, որովհետև ես էլ եմ փաստորեն այսօրվա Շուշանիկի հյուրերից մեկը, որի հետ ունեմ հիշողություններ, արդեն շուրջ 26 տարի։ Մեծանում ենք, բայց մեր վրա դա չի երևում։ Հուսանք ձեր վրա չի երևում։ Չի երևում, որովհետև լավ կոլեկտիվում ենք աշխատում եւ լավ բաներ ենք։ Դրական մարդիկ ենք, դրա համար չի երևում։ Շուշանիկ, եկեք սկսենք ամենասկզբից։ Իհարկե շատ-շատերին հետաքրքիր է, թե ինչպես աղջինակ, որ ծնվեց Օդեսայում, եկավ Երևան եւ արեց այն ամենը, ինչ որ արեց։ Շատ մեծ բան չենք արել։ Չէ, բավական մեծ բան ենք արել, երեք նստել է տաքսի, միջին տարիքի տղամարդ էր, հարորդը, սիմպաթիչն է, գեղեցիկ, պտտվեց, լայն ժպտաց, ինձ ասեց, ես 15 տարեկանից ձեզ լսում եմ, այսինքն 26 տարի։ Մի սերունդ, արդեն երկրորդ սերունդն ենք։ Ահագին բաներ ենք արել, եւ ինչպես։ Մարդ պետք է հավատա իր երազանքներին, հասկանում ես մարդը, որը երազում է, այդ մի փուլ է։ Երազանքը պիտի իրականանա, դա երկրորդ փուլն է։ Այդ եթե դու շատ, ես միշտ ասել եմ, եթե մի բան շատ ես ցանկանում, որ լինի, դու սկսում ես դրա մասին անընդհատ մտածել։ Քո ամբողջ էներգիան ներսի սկսում է աշխատել այդ նպատակը իրականացնելու համար։ Երբ որ դու ներսից սկսում ես աշխատել, այդ էներգիան դուրս է գալիս եթեր։ Հետո սկսում է եթերից ընդեղից հետ է գալիս, կրկնապատկվում է քո էներգիան եւ անպայման դա միանշանակ քո երազանքը սկսում է իրականանալ։ Շատ հեշտ մի հատ բանաձև։ Ոչ մի լուրջ բան չկա։ Որ Շուշանիկ Արևշատյանին պետք է ուղարկենք կառավարություն, որ մեր բոլորիս երազանքները օրերից մի օր իրականանան։ Չէ՞ որ մենք մեկ բանի մասին ենք երազանք։ Դա իհարկե նայ երազանք իրականացնում ես եւ սկսում ես աշխատել 24 անգամ 28 ժամ ես սկսում, հիշում ես մենք ոնց ենք աշխատում, 28 ժամ ենք աշխատում։ Օրվա մեջ 28 ժամ, տանը մեզ չէին տեսնում, բայց ամեն ինչ ներում։ Շուշանիկ Արևշատյանը ասացի, որ մի հետաքրքիր դրվագ է ունեցել կյանքում, երբ որ դասավանդել է ռուսերեն լեզու, ոչ հայ, ոչ էլ ռուս ուսանողներին։ Ովքեր են այդ ուսանողները։ Դա շատ հետաքրքիր պատմություն էր իմ կյանքում։ Պոլիտեխնիկի ինստիտուտում այդ ժամանակ լեգենդար Կարլ Մարքսի անվան այո Կարլ Մարքսի անվան ինստիտուտում սովորում էին արտասահմանից եկած ուսանողներ որ երկրներից էին գեոգրաֆիան շատ լայն էր շատ դուք չես պատկերացնում ես ունեցել եմ շատ լավագույն ուսանողներ Պերու Բոլիվիա Աֆղանստան Իրան էլ չեմ ասում Հնդկաստան Չինաստան, այդ բոլորը սովորում էին պոլիտեխնիկում։ Եվ իմ կուրսում սովորում էին տղաներ, աղջիկներ հենց այդ երկրներից։ Պատկերացնում ես դասի ժամանակ, եթե Աֆղանստանից կար ուսանող, որը նամազ էր անում հենց ժամանակ, դասի ժամանակ։ Այդ ժամանակ մեզ համար շատ անսովոր էր դա։ Հիմա մենք դա ամենտեղ տեսնում ենք, բայց այդ ժամանակ սովետական միությունն էր, չմոռանաս։ Մենք էլ ժամին ինքը աթոռը քաշում էր ու սկսում էր նամազ անել։ Ես հիշում եմ մենք Իրանից աղջիկ ունեինք ուսանող, անունը Վոլգա էր։ Վոլգա, այո, հենց Վոլգա։ Ծնողները սիրում էին Վոլգա ֆիլմը եւ դրեցին այդ աղջկա անունը Վոլգա։ Ամենահետաքրքիրը նա էր, որ այդ ուսանողներին ես սովորացնում էի 0-ից, այսինքն իրենք ոչ խոսում էին, ոչ լսում էին, այ 0-ից սովորեցնում էի ռուսերեն։ Պատկերացրու
Դա շատ է տարքիր էր եւ այդ մեթոդիկան ոնց եմ ես սովորեցնում իրենց այդ լեզուն, զրոյից, տարերից։ Ես հասկացա, որ մենք ամեն ինչ անում ենք շատ սխալ։ Մենք ոնց ենք սովորում։ Մենք սկզբից դպրոցում օտար լեզու։ Մենք սկզբից տարերն ենք սովորում։ Տենց էլ չենք սովորում։ Հետո սկսում ենք վատ կարդալ, հետո սկսում ենք վատ գրել, իսկ խոսալու մասին խոսք չկա, որտեղ տենց էլ չենք խոսում։ Մենք պիտի անենք հակառակը։ Մենք պիտի միայն խոսեինք, հետո իրենք այդ խոսակցության մեջից սկսում են արդեն հասկանալ, հետո նոր գրեինք, հետո նոր կարդայինք։ Եվ հենց այդպես մենք սովորում ենք։ Այնպես ինչպես որ փոքրիկ երեխաները։ Այո, իհարկե փոքր երեխան հենց այդպես էլ երեխան այդպես էլ սովորում է լեզու։ Եվ մենք ունեինք մեծ առաջընթացներ եւ բոլորը շատ խոսում էին Ագնիա Բորտոյի բանաստեղծություններն էին արտասահմանում, այո, արտասահմանում Կորնեյ Չուկովսկի բեմադրություն էին անում, մի խոսքով շատ է տարքիր ժամանակահատված էր։ Ինչ կասեք ձեր եւ հայոց լեզվի հարաբերությունների մասին։ Սկզբից մեր սերը չստացվեց։ Միակողմաներ։ Շատ միակողմաներ, որովհետև ես դեստեղ չեմ ծնվել իմ տանը, մենք խոսում ենք սովորաբար ռուսերեն, որտեղ մայրիկս հայ չի եւ շատ վատ է խոսում հայերեն։ Բայց շատ հայրենասեր է։ Շատ։ Հայրենասեր Հայաստանի նկատմամբ, ոչ թե Ուկրաինայի իր ավելի հարազատ, այլ եթե իրեն հարցնես Տիկին Լիզայի մասին է խոսքը, եթե ասես Հայաստան թե Ուկրաինա, առաջին հերթին իր մոր Հայաստան։ Ինքը ասում էր, ես ուզում եմ ազգությունս փոխել։ Մի խոսքով սերը չստացվեց սկզբից, որովհետև իմ համար շատ դժվար էր հայրենը։ Հետո արդեն որ ես աշխատում եի եւ պիտի խոսեի, պիտի գրական խոսեի, ես պիտի գրեի, կարդայի, ես սկսեցի սովորել, բայց շատ կեքսեր եմ տվել, շատ վատ խոսքեր եմ մեկ օգտագործել։ Վատ չէ, ուղղակի անտեղի։ Անտեղի, օրինակի համար հետո մեր ռադիո երեխեքը մի հատ բարարան էին տենց օրինել, այդպիսի վիրտուալ բարարան, որտեղ որ այդ ամբողջ բարերը թարգմանած մի քանիսը հիշեք։ Ես հիշում եմ Արման Սուլեմանյան, պրիվետ, ես հիշում եմ Արմանի ծնունդն էր, մենք ունենք մի աշխատող, որը սենց շատ բոյով, շատ խոշոր տղամարդ էր, ես եկել եմ այդ խանութը, ասում եմ, գիտեք ինձ նվերա պետք, մի հատ սվիցր պետք է գնեմ, հաշվանդամ, սենց մի հատ բոյով հաշվանդամ տղայի համար, զարմացավ այդ աղջիկը, բացորեն սխալ է օգտագործել այդ բառը։ Մի խոսքով այդպես շատ է եղել, հիշում ես այդ Շատ բառը։ է եղել, այո։ Մի անգամ պետ ավտոտեսուչը կանգնացրել էր Տիկին Արեշատյանը եւ ինչ տեղի ունեցավ։ Ասեց դուք, ասեց կանգնեք, ասեց կանգնեցի, խնդրեմ փաստաթղթերը, ասում է դուք հարբած եք, ասում եմ ես, ասեցի ես օգտագործված եմ, ես ասում է ինչ եք, ես էլ ասում ես օգտագործված։ Ես օգտագործել եմ։ Այսինքն ռուսերենից ուպատրեբլյալ, որտեղ մի փոքր գինե ենք խմել։ Ասեցի ես հարբած չեմ, այսպեսի բաներ։ Հետո այդ մարդը հասկացա, որ պիտի գնա, որտեղ սա լավ չի վերջ։ Եվս մեկ լեգենդար պատմություն, Տիկին Արեշատյանը զանգում այն ինչ-որ շատ կարևոր պետ մարմին, ինչ-որ զայրացած, ինչ-որ հերթական անգամ խնդիր էր եղել։ Բարև ձեզ Արեշատյան Շուշանիկն է հանգստած։ Ձեզ հանգստացնում է Արեշատյանը ու հարցը լուծվեց մի անգամ։ Այսինքն հետո մյուս անգամ զանգելու ժամանակ արդեն ռադիոյի ժողովուրդ անցում էին ու ես ասում եմ անհանգստացնում է, այո։ Ձեզ անհանգստացնում։ Մի խոսքով իմ հայրենի հետ այդ կապը շատ էսպես էր, բայց զվարճալի էր համներ դեպս։ Իսկապես զվարճալի էր եւ ասեմ ավելին, որ Շուշանիկ Արեշատյանը մտնում է այն ուրեմն առասպենական երեակի մեջ, որտեղ կամ ես, Նայրա Գյուրջինյանը, նաև, որը որ եկավ շանթ, որպես ժյուրի անդամ եւ ուզած սկսեց բարձրաձայն խոսել հայերեն։ Այո։ Դե սովորեցինք։ Քչից շատից արդեն այսօր արդեն շանթ հեռուստաընկերություն շատ շնորհակալություն։ Ինչ եք մտածում այսօրվա հայրենի մասին, որը հնչում է եթերում, Տիկին Արեշատյան, որպես արեստավարժ մարդ, որը որ այդ ոլորտում հայերեն ռադիոյում, հայերեն հեռուստատեսությամբ Լավ, ես ասեմ եթերայինից։ Հայրենը շատ բարդ եթերային լեզու է, շատ բարդ։ Ինքը ճկուն չի, ինքը ծանր է, գովազդային հարցերում եւ այլն։ Հայոց լեզվի ուսուցիչները լոլիկներ են նետում իհարկե։ Պատկերացնում եմ ինչ են գրելու, բայց իմ կարծիքը այդպեսին է։ Գեղեցիկ, ծանր, հին լեզու է։ Հիմա, որպեսզի նա դառնա եթերային, ինքը պիտի մի քիչ ձևափոխվի։
Ես գտնում եմ, որ այսօրվա մեր հաղորդավարները գտել են, բայց շատ աշխատանք արել, օրինակ մեր Ժակը ինչքան գեղեցիկ խոսում է հայերեն, ինքը գտավ միջին այսպիսի միջին ճանապարհը, երբ գրական հայերեն է եւ քաղաքի լեզուն, ինքը կարողացավ այդպես սիմբիոզ ստեղծել։ Եվ գեղեցիկ մի հատ շերտ ստեղծվեց հայերենի որպես եթերային հայերեն, ինքը շատ տարբերվում է բոլորից, բոլոր այն ոլորտներից, որտեղ որ օգտագործվում է։ Ինչ այսօր ինձ այսօր դուր չի գալիս եթերի ժամանակ, երբ որ խոսում են մեր հաղորդավարները, այդքան ոճային չէ, ինչքան ինտոնացիոն, այս լեզուն արժանի չի։ Այդ արհեստական ինտոնացիաներին, որով անընդհատ ուզում են ինչ-որ շեշտադրեն բառի կամ խոսքի վրա։ Բոլորը նույն ինտոնացիոն են խոսում։ Ասոբինա երիտասարդությունը ես զարմանում եմ այդ ինտոնացիաները ով է իրանց մեջ բան արել, սերմացրել։ Հիմա այսօր կարելի ասել, որ հայրենը ճիշտ ձևը գտնվել է եթերայինի, բոլորի մենյա լավ է։ Հիշեցինք մեր Ժակին, իհարկե, բայց եկեք նաև նշենք Արամին Չախոյան, Ֆելիքսին Խաչատրյան, ես շատ եմ սիրում այն լեզուն հայերեն, որով խոսում է Վարդանը Պետրոսյան, Միքայելը Պողոսյան, Հրապե Թոխատյան, այսինքն գտնվել է մի շերտ, որը որ ճիշտ ընկալելի է դարձրել հայերենը եթերից, շատ կարևոր է։ Այսինքն փաստորեն մենք ունենք գրական հայերեն, եթերային հայերեն, ինչ-որ փողոցային։ Դե բա մենք հին լեզու է, բա ինքը պետք է մետամորֆոզներ չանցնի։ Դուք եւ Երևանը ինչպիսի հարաբերություններ ունեք Տիկին Արեփշատյանը եւ ձեր սիրելի քաղաք Երևանը։ Իմ հարաբերությունները բարդ էր։ Երբ որ ես տեղափոխվեցինք Երևան։ Քանի տարեկանում եք եւ առաջին անգամ երբ տեսաք Վարդագույն Երևանը։ Վարդագույն Երևանը ես տեսել եմ մի քանի անգամ, մինչև տեղափոխվելս։ Տեղափոխվել եմ արդեն դպրոցական տարիքում, բայց այն շրջանում, երբ որ իմ մանկությունը շատ տարբերվում էր եւ իմ միջավայրը, որտեղ որ ես մեծացել եմ եւ որտեղ ծնվել եմ, շատ էր տարբերվում Երևանի միջավայրից։ Շատ տարբերվում։ Այո, Օդեսայի իմ հարազատ սիրելի Օդեսայի տանջված այսօր Օդեսայի մասին է խոսքը։ Ինքը շատ տարբերվում էր եւ ես չէի կարողանում ինձ ոչ ընկերներ այստեղ գտնել ձեռք բերեի մի անգամից, ոչ շրջապատ, որտեղ բոլորը հայերեն էին խոսում այդ ժամանակ։ Եվ ես Երևանին ասում էի Զվերևան։ Ասում ինձ մի բերեք, այդ Զվերևանը չեմ ուզում։ Շատ երկար կոնֆլիկտի մեջ էի Երևանի հետ։ Ինձ դուր չէր գալիս քարքրոտ քաղաք, շոկ, այստեղ չկար ծով, ինչին ես սովորեի։ Մի խոսքով կոնֆլիկտային մոմենտ կար։ Հետո սիրահարվեցի։ 16 տարեկանում սիրահարվեցի։ Ուշքս անցնում էր այդպես եմ սիրահարվել եւ հասկացա, որ այդ սիրահարվելու հետ միասին սիրեցի Երևանը, որովհետեւ այդ սիրոս հետ ես անցկացնում էի շատ լավ ժամանակ փողոցներում, բաներում, այո, եւ սիրեցի Երևանը մինչեւ կյանքիս վերջ։ Զվերևանը դարձավ Սերևան։ Այո, Սերևան դարձավ Սերնա։ Բարդ էր հարաբերությունները, բայց все настоящее приходит։ Սիրված վայրեր Երևանում ունեք կամ վայրեր, որոնք որ կային, հիմա այդպեսին չեն կորցրել եք։ Ես նա սամուձելի շատ եմ սիրում հին Երևանը, հին իմ հիշողության մեջ հին Երևանը, ոչ թե հին Երևանը։ 80-ականների ես սիրում եմ այդ Սայաթ-Նովա փողոցը, երբ որ ես տեղեր եմ սիրում, որտեղ անցկացրել եմ ժամանակ։ Ունենք Սայաթ-Նովայի վրա կար մի հատ Մելոդիա խանութ։ Մենք այնտեղ հերթեր են կանգնել, անսպառ անթիվ ժամանակներ են անցկացրել փողոցում, որպեսզի ձայնասկավառակներ կարողանան գնել։ Սայաթ-Նովա, Աբովյան քաղաքի, Աբովյան փողոցների անկյունում կար այդ լեգենդար։ Ժամերով անցկացրել ենք ժամանակ։ Ժամերով անցկացնել ենք ժամանակ Նաիրի կինոթատրոնի արկղներում, կասաների մոտ, որտեղ որ ցուցադրում էին լավագույն ֆիլմերը, լավագույն Տարկովսկի, Պարաջանով, Միքելանջելո Անտոնիոնի, այդ բոլոր ֆիլմերը ցուցադրվում էր կինոթատրոն Նաիրիում եւ հերթերը ամբողջ Էտիսակյան փողոցից միջև ներքև կանգնած էր։ Ես սիրում եմ այդ մթնոլորտը Երևանի արվեստը, այդ ձայնասկավառակների հերթերը, կինոթատրոնի հերթերը։ Հիմա այդ մթնոլորտը փոխվել է, դարել է այլ ինձ այդքան էլ հարազատ չի հիմա այդ մթնոլորտը, բայց ես սիրում եմ իմ հիշողության մեջ Երևանը։ Որ քաղաքներն եք սիրում բացի Երևանից։ Հայաստանում։ Հայաստան չէ, առհասարակ աշխարհում։ Ես շատ եմ սիրում Պորտուգալիան որպես երկիր, Լիսաբոնն եմ շատ սիրում, այնտեղ շատ ժամանակ ուզեի անցկացնել։ Էլ ինչ եմ սիրում, Օդեսան եմ իհարկե սիրում, Կիևն եմ շատ սիրում, չեմ սիրում Մոսկվան։
չեմ սիրում, ինքը ինձանից շատ էներգիա է տանում եւ սիրում եմ Պրագան շատ, Բարսելոնան։ Բարսելոնան։ Այո։ Բարսելոնան, ով չի սիրում Բարսելոն։ Բոլորը պետք է սիրեն Բարսելոնա։ Այմիջած Տիկին Նարիշատյանը Բարսելոնայից միշտ որ գնում է ինձ եւ իմ բոլոր տղաներին նվերներ է բերում, գիտե իմանալով որ մենք Բարսայի ֆանատներ ենք։ Այո։ Ինչ պատմություն կա Բարսելոնայի հետ կապված, որ կարող եք հիշել։ Այ շատ մի հատ հետարքիր պատմություն կա, ես պիտի երկար պատմեմ, կարճ պիտի պատմեմ ժամանակը։ Երկար կարող եք պատմել, մենք Մի սիրուն օր մենք գնում ենք աղջկաս հետ, գնում ենք Բարսելոնայով, պատի գնանք Պորտուգալիա, Լիսաբոն։ Եվ ինքնատ օթանավակայանում մի հատ կին է մոտիկանում ինձ, ասում է խնդրում եմ ձեզ, ես իմ ճամփրուկը տեսա որ ես ոչ մի բան չունեմ ձեռքս, ասեց կարող եք օգնել միջև ինքնաթիռ բարձրացնել։ Իսպաներեն եք խոսում դեր։ Հայ աղջիկ է, հայ կին է, հա։ Ես ասեմ քեզ ինձ միշտ ինչ որ խնդրում են, հեռախոս բերել Դուբայից, չգիտես միշտ, այսպես բաներ։ Ասեցի լավ, վերցրեց այդ ճամփրուկը տանում եմ ու ինքս ասում եմ մարդ, այս ամբողջ ինքնաթիռի մեջ մենակ ինձ տեսան, այս ճամփրուկը պետք է հավաքեմ հազիվ, այո, հազիվ թեթև եկել եմ։ Մի խոսքով բարձանում ենք ինքնաթիռ, այդ ճամփրուկը տեղավորում ենք, գնում ենք Բարսելոնա։ Հասնելուց առաջ այդ կինը ինձ ասում է, ես ձեզ խնդրում եմ, դուք ոչ մի տեղ մի գնացեք, իմ ամուսինը ինձ կդիմավորի, ձեզ կտանի բան Երևանից Բարսելոնա եք հասել։ Ասեցի չէ, ես մենք կհասնենք շնորհակալություն։ Չէ, ասեց իմ ամուսինը ձեզ կդիմավորի եւ կտանի ձեզ Ձեր ուզած հյուրանոց։ ձեր ուզած հյուրանոցը ժամը 5-ից քանիս առավոտյան 3-4 ժամ Բարսելոնայի ինքնաթիռը հոգնած չքնած գիշեր։ Տիկին Արշակյանը եւ ինքնաթիռները դա էլ է առանձին պատմություն։ Այո, դա էլ առանձին։ Մի խոսքով մենք իջնում ենք ինքնաթիռից եւ ես տեսնում եմ մի հատ պատկեր 3 թե 4 հատ կուպե Mercedes սև կանգնած դիմավորում են Տիկին Գոհարին ամբողջությամբ լցված հայերով փոքրից միջև ծեր մի երևի 30 հոգի մարդ շատ sense սասունական դեմքերով կանգնած դիմավորում են Տիկին Գոհարին, այո, վերցնում եմ իմ ճամփրուկը առանց բարև բարելույս, ճամփրուկները դնում են մեքենան, ասում են նստեք։ Ու մենք նստում ենք այդ մեքենան, ասում եմ մենք պիտի գնանք այս հոթելնա, այս խնդրում եմ ասեց հանգիստ։ Ժամը 7-ն է արդեն առավոտյան ու մենք շրջում ենք այդ կորտեժով, շրջում ենք Բարսելոնայով։ Ինձ որոշել են տանեն խաչքարների մոտ։ Այստեղ, ասում է Դավիթը, Դավիթ Գոհարդես պես բարևներ։ Դավիթ եւ Գոհար բարսելոնցիներ։ Այստեղ այս խաչքարը դրել ենք մենք հայերի միությունը, ասում եմ, կեցեք, ապրեք։ Ես ուզում եմ գնամ հյուրանոց։ Ոչ, մենք այստեղ պետք է բոլորով նկարվենք։ 30 հոգի մարդ դուրս է գալի մեքենաներից։ Խաչքարի մոտ մենք բոլորս նկարվում ենք։ Գրուպավոյ սնիմակ, отдельно, առանձին ես, առանձին խաչքար, առանձին Դավիթ։ Ես հասկանում եմ, որ ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ։ Հետո մենք էլի էքսկուրսիա արեցինք, այս փողոցը կոչվում է Արմենիա, ուրախ եմ, ապլոդիսմենտի։ Շատ լավ, բայց մենք գնանք հյուրանոց։ Ոչ։ Գնանք մեզ sense ասվում, որ մենք չենք կարողանում ոչ մի բան դիմադրել։ Մի խոսքով այդ 1.5 ժամանոց էքսկուրսիայից հետո հայկական Բարսելոնայով մենք վերադառնում ենք Պարզաբեծ իրանց տուն։ Հայկական Բացվում է դուռը եւ մենք տեսնենք ինչ խաշի սեղան։ Ծերից ծեր խաշի սեղան, իսկ այդ ճամփրուկում, որը ես տանում եի, չոր լավաշ, բոխկ եւ կանանչի։ Մենք արդեն ժամը 9 առավոտը իսկական խաշի ժամանակն է, ես հասկացա, որ ես այստեղից դուրս չգա, նոյեմբեր իմ ծննդյան օրն էր։ Մենք գնացինք իմ ծննդյան օրը նշելու։ Հասկացա։ Մենք նստեցինք, ես հասկացա, որ ես պիտի խմեմ, որտեվ եթե ես չխմեմ, չեմ դիմանա։ Այդպես անցավ 2 օրից Բարսելոնայում, 1 օր անցավ այդպես։ Հայկական համայնքի հետ, որ ինձ անդադ հարցնում էր, իսկ այդ բուտկեն, պարոն Հովիկի տեղում է, այո, իսկ կինոթատրոն Մոսկվան տեղում է, կինոթատրոնն էլ, Հովիկի բուտկեն էլ, հասկանում ես, մարդիկ 20 տարի չեն եղել Հայաստանում, իրանց ամեն ինչ հետարքիր էր, հետո ասեցին, հիմա դուրս կգան քոչարի կպարենք, ասում ինչի համար, հանգիստ նստեք, որ բոլորը իմանան, ինչ իմանան, որստեղ հայեր են, այսպես
անցկացրեցինք ժամանակ։ Սիրելի Բարսելոնայի, Սիկտիվկարի, Մագադանի, Մելբուրնի մեկ-մեկ վերադարձեք Հայաստան։ Այո, արդեն կարելի է վերադառնալ։ Ձեր խաշը եւ մենք մեծ սիրով ձեզ այստեղ կցույց տանք մեր գեղեցիկ երկիրը, դուք էլ կգտնեք ձեր սիրված վայրերը։ Տիկին Արևշատյանը եւ ինքնաթիռները, դա էլ է առանձին իհարկե էպոպեա։ Մի անգամ ես եւ Տիկին Արևշատյանը մեր Միջին Ասիայից գոլեգաների հրավերքով գնում ենք ուրեմն Տաջիկստան, պետք է գնանք Խուջանդ դասավանդելու մաստեր կլասերի։ Ես իմ ոլորտում, Տիկին Արևշատյանը իր ոլորտում, պետք է ուրեմն գնանք Երևան, Մոսկվա, Մոսկվա, Խուջանդ։ Տիկին Արևշատյանը շատ է վախում ինքնաթիռներից։ Ուներ աերոֆոբիա, հիմա ավելի ունեի պատմություն, որի հետ կապված էր այդ հետո։ Վերջը, հիմա նստել ենք ինքնաթիռ Երևան, Մոսկվա, ես էլ այն ժամանակ դա տարիներ առաջ էր, տասնյակ տարիներ առաջ էր, այն ժամանակ շատ ավելի շատ էի աշխատում եւ պարզապես հոգնում է եւ այսպես ասած հենց նստում էր մարտական ձիու պես կարող է որտեղ ուզես որ ժամին քնեի։ Հենց հենց նստում է ինքնաթիռ, անջատում սկսում է քնել, հենց Տիկին Արևշատյանը ասենց ձեռս մանասում է գոր, մի քնի, ասում ինչի համար, ասում պետք է աղոթել, որ մենք չընկնենք, ասում Տիկին Արև, չէ որ դուք աղոթում եք։ Չէ, բայց դու հիշում ես այդ ինքնաթիռը։ Հետո հիմա պատմեք, խնդրում ենք Մոսկվա Խուջանդ ինքնաթիռի մասին, երբ որ մենք մտանք Դու 154 կամ 134։ Այո։ Գորը նստեց ու քնեց մի անգամից։ Ես նստած փորձում եմ աղոթեմ, բայց հասկանում եմ, որ չի հասնի աղոթքս միանշ։ Միջև պետք է նշենք, որ մենք դեպորտ տված։ Չէ, միջև չկան դեպորտ։ Մենք նստել ենք ինքնաթիռ, արդեն պետք է 5 րոպե մնաց է, ինքնաթիռում մարդ չկա։ Ես եմ եւ Տիկին Արևշատյանը ասում Շանիկ, ասում հեսա գնամ միտեղ հետևում պարկեմ, սենց իմ համար գրեմ։ Չէ, լստի կողքս, պետք է դու կողք մարդ չկա։ Մեկ էլ արդեն մնացել է մի րոպե, ամբողջ ինքնաթիռ մտնում են դեպորտ արած տաջիկներ, որոնք որ միջև է 15 օր մստացում Սիզոյում նստած, հոտավետ, բուրավետ հոտերով, ուրեմն գոտիներ չունեն, կոշիկների վրա շնորհոք չգիտեմ հայերեն ինչպես է, Տիկին Արևշատյանը չգիտի, շնորհոք չունեն, ու տենց գալիս են, այսինքն մոտավորապես 100 տղամարդ։ Տիկին Արևշատյանը միակ կին էր այդ ինքնաթիռում, ես եմ 100-ատ դեպորտարած տաջիկ ու Շանիկ Ռոբերտովնա։ Ու աղոթքը տեղ չէր հասնի, որովհետև այս մթնոլորտը վերջն էր։ Դուք չես պատկերացնում, 10 րոպե թռիչքից հետո ես տեսնում եմ, որ այս սամալյոտի կեսը պոկվեց։ Այն վերևի մասը որ գնում է, այս սա պանելը դուրս եկավ։ Ես տեսնում եմ այդ կաթալ էլեկտրический շնուրը, ես ասում եմ վերջ, մենք չենք։ Հիմա ես սենց բռնել եմ, ասում եմ գոր, նայի պոկվեց սա, հիմա ես սենց փորձում եմ այս պանելը դնել տեղը, մի խոսքով ժողովուրդ ջան, Տիկին Արևշատյանը Ատլանտ է, այո, Ատլանտ։ Ես պահում էի ամբողջ թռիչքը այդ պանելները։ Միջև Խուջանդ, դուք եք հասանք։ Դուք եք ձեր աղոթքը։ Այո, հետո հասանք Տաջիկստան, բախտաբար այնտեղ մեզ դիմավորեցին, լավ պատիվ տվեց։ Այո, շատ, ինչ փլավ էին ուտում։ Այո։ Եվ միայն տղամարդիկ էին, հիշում եք այնտեղ խոհարարները միայն իրանք են մեր համար պատրաստում է, տենց փլավ էլ չեն կերել։ Այո, տենց փլավ չեն կերել, բայց դրանից հետո բոլորը սկսեցինք այդպիսի փլավեր փորձել տանը պատրաստել, միջևը պատրաստում։ Տիկին Արևշատյան, այդքան հիշողություններ բարի եւ պոզիտիվ, ինչի հետ է կապված։ Դուք ձեզ համարում եք պոզիտիվ մարդ։ Ինչպես եք վերաբերում կյանքին, այ դրա մասին եմ ուզում որ մի քիչ խոսեք։ Չէ՞ որ կյանքը միշտ չի որ ուրախ է, դժվարություններ չկան։ Այդ ամեն ինչը ես սովորել եմ այն մանկությունում, Օդեսա, որտեղ որ ես ծնվել եմ, այո, այն կողմի ժողովուրդը շատ թեթև է ապրում։ Այսինքն իրանք մեր պես ապրում են նույն ժամանակահատվածը, նույն բարդությունները, նույն դժգոհությունները ունեն, բայց իրենք դա շատ ավելի թեթև են անցնում, քան մենք հայերս։ Իրենք շատ դա կատակով, ծիծաղով, իրանք իրանց վրա են ծիծաղում եւ այլն, իրենք իրենց չեն համարում բոլորը պրեզիդենտ, ամեն մեկը պրեմիեր մինիստր, իրենք իրենց համարում են կատակի երևի մի թիրախ եւ շատ ավելի թեթև են ապրում։ Ես հիշում եմ իմ տատիկը միշտ այնքան ծանր կյանք ապրած բոլոր այդ մեր տատիկները իմ տարիքի սերունդի համար, բայց ինքը մի հատ երաժշտություն էր հնչում, ինքը միանգամից կարող էր ամեն ինչը թողնել եւ գնալ ապարելու։ Դա ներսի թեթևությունն է։
Ու ես շատ շնորհակալ եմ իմ ամենասիրած քաղաքին եւ այդ մարդկանց, իմ հարազատներին, իմ տատիկին, իմ ծնողներին, որ ես այդ թեթևությունը մեջս գուբկայի պես կարողացա վերցնել։ Ես համարում եմ ինձ պոզիտիվ մարդ, իմ մեջ արդեն մեխանիզմ աշխատում, տխրելը քիչ, ուրախանալը ավելի երկարում է։ Ես համարում եմ այսպես, այստեղից ոչ մեկը կենթանի չի գնում։ Ոչ մեկ, բոլորը գնացող են։ Ուշ թե շուտ, եւ երևի այդ կյանքը չարժի, մենք շատ լրջորեն մոտիկանանք մեզ, այդպես լրջորեն։ Ես համարում եմ, որ կյանքը դա տրանզիտնի ճանապարհ է, A կետից դեպի B։ Ոնց ենք մենք նստում։ Հետո չգիտեմ, հետո այնտեղից որ իմանամ կասեմ։ Բայց մենք տրանզիտնի զոնայում ենք հիմա, ես բոլորս տրանզիտնի զոնայում, ինչա պետք իրար հետ շփվենք, լավ հիշողություն թողնենք, թեթև ապրենք, որ նստենք ինքնաթիռ ու շարժվենք հետո առաջ։ Ուր չգիտեմ, դեռ չգիտեմ։ Եվ այդ տրանզիտնի զոնայում շատ կարևոր է նաև, որ սիրես եւ սիրված լինես։ Միանշանակ։ Ես էլ եմ այդպես կարծում, մենք պետք է մարդկանց կամ նեյտրալ կամ սիրենք, պետք չի ատել ոչ մեկին։ Սիրենք, այդ այնքան հեշտ բան է սերը տարածել, շատ հեշտ է։ Shall fight without white gold. This one put them hood girls, dream good girls, dream masterpieces. Styling, wildin', living it up in this city. Got jocks on with Saint Laurent. Gotta kiss myself so pretty. I'm too hot, hot damn. Got a police and a fireman. I'm too hot, hot damn. Like a dragon on a way tighter, man. I'm too hot. Say my name, you know who I am. I'm too hot. I'm bad about working down, girls say you hallelujah, girls say you hallelujah, girls say you hallelujah. Cause Uptown won't go give it to you, cause Uptown won't go give it to you, cause Uptown won't go give it to you. Sarah and I, we on the spot, don't believe me, just watch, come on. Wow. Don't believe me, just watch, come on. Wait a minute, fill my cup, but some liquor. Take a sip, sound a check. Oh yo, get the straight. Got the Harlem, Hollywood, Jackson, Mississippi. We show up, we come show up. Smooth it if I show skippy. I'm too hot, hot damn. Got a police and a fireman. I'm too hot, hot damn. Like a dragon on the way tighter, man. I'm too hot, hot damn. Say my name, you know who I am. I'm too hot, hot damn. Bad about them when you're breaking down. Girls say you hallelujah, girls say you hallelujah, girls say you hallelujah. Cause Uptown won't go give it to you, cause Uptown won't go give it to you, cause Uptown won't go give it to you. Sarah and I, we're in the spot, don't believe me, just watch, come on.
Ինչքան Instagram-ի արկա, մարդ, որը միայն ու միայն կանանց է տանը պահում, սիրելի գեղեցկու հիթտիկինը, երկու դուստր և բլանշը, ավելացում ունե, ծովախոզուկ, որը կրկին իգական սերի ներկայացուցիչը, Գայանն է, բայց ավելի շատ Գայկա։ Գայկա, ինչու լավ, նանչու է նայալ աղջիկ, ժակ, Ես չգիտեմ ոնց է ստացվում, Բոլոր կանայք այս մեկը ձմեր պապն է ուղարկել, ես ողջունում եմ ձեզ, ենքան հաճելի է տեսնել, հեռուստատիտողին ասենք մի քիչ տարօրինակ է, որ միջավայրն է փոխված, բայց մենք 25-26 տարի ամեն օր իրար տեսնում ենք, իրար հետ քնել ենք, քանի անգամ, ոչ այն առումով ինչ կարելի է մեր օրերում բոլորը ուրիշ առումով չէ, չհասկացա։ Ժակ, երբ առաջին անգամ տեսար Տիկին Արև Շատյանին և ինչ տպավորություն նա թողեց ձեր վրա։ Երբ որ առաջին անգամ Շարիկ Ռոբերտովնային հանդիպեցի, նախ այդ շրջանում իմ այս մեծ աչքերը ոգևորված էին երազանքով ռադիոյում Էլի երազանք, ես միշտ ասում եմ, երազանքից է սկսվում։ Այդ ժամանակ այնքան տարված է, անընդհատ համեմատում եմ հին մարդիկ ենք մասամբ, կարելի ժամանակի առումով, այդպես ասել, Շուրիկի արկածները ֆիլմում են, որ մտնում են քննություն տալու դուրս գալիս, երասկոտ եւ այլն։ Մոտարապես այդպիսի բաներ, երբ որ դուք հայտարարել եք 300 հոգու համար մրցույթ ռադիովան ընդունվելու, ու այդ զգացողությամբ ես դուրս եկա, երբ որ Չախոյանի, Շուշանիկի հետ կարճ զրույցներ ունեցա, զգացի իմպուլսներով, որ ինչ-որ բան դեպի լավ տեղ է տանում, դեր են ժամանակներում, իսկ հիմա երազանքից էյֆորիայից դուրս գամ ու ասեմ, որ պրոգրեսիվ մտածողություն ունեցող կին բացառիկ է Շուշանիկը, եթե մեր օրերում մենք ակնհայտ տեսնում ենք, թե ժամանակը ոնց է փոխվել եւ կնոջ դերը հասարակության մեջ, համարձակությունը, տարբեր դրսևորումները, անկախությունը հիմա չի զարմացնում, նույնիսկ ինչ որտեղ արհեստական է լինում, այո, իսկ այն ժամանակներում, իսկ այդ ժամանակներ ես 2001-ին եմ ընդունվել ռադիովան, 2001-ին Շուշանիկի մտածելակերպը, վարգույնը, սանրվածքը, մեքենան վարելը, Շուշանիկի տեսնելը, ապագան զգալը, ռադիո ստեղծելը, այդ կնոջը մոտ լինել, նշանակում էր հաջողությունդ գտել ես։ Անցնենք ծիծաղալու և զվարճալի դեպքերի, Ժակ, հիշի, խնդրում եմ, ոչ թե իմ ու քո հետ կապված, որտեղ դա առանձին պատմություններ, այո։ Դու և Շուշանիկ Արևշատյանը։ Ես և Շարիկ Արևշատյանի դիպլոմատիկ մոտեցումները, դիվանագիտական մոտեցումները միշտ յուրահատուկ են, նա կարող է խուսանավել այնպիսի բարդ իրավիճակներ։ Խուսանավել բառը մենք չհասկացանք, այո։ Շակը որ հայերեն խոսում է, ես հասկանանք խուսանավել ինչ։ Դաժե եթե չեմ հասկանում, սիրում եմ շատ։ Եթե տեղի ունեմ ինչ-որ մի իրավիճակ, որտեղից նա պետք է ինչ-որ ձևով դուրս գա, մանևրիրովать։ Մանյովր, այո, դա է։ Սա ինչ գեղեցիկ բան։ Մի օր նստած ենք, նայում ենք, ես միշտ հիշում եմ, որովհետև շատ հավես պահեր, տարին առաջ մեր 7-րդ հարկում էինք դեռ, հենց դուրը բացվում է, հեռուստացույցը 8-րդ հարկում էինք։ 7 որտեղ հիմա ենք 7-րդ։ 8-րդ դուրը բացվում է, հեռուստացույցը դրած է այնտեղ, նստած ենք ու ֆուտբոլա ակումբային առաջնությունը մեր հայկական ակումբներից մեկն էր, մեկը Իսրայելից Ապոել, հա, եթե չեմ սխալվում, Ապոել Տել Ավիվ։ Հա, դե մտավ շեֆը, բարևեց բոլորիս, մարդիկ ձգվեցին գործի տեղը, բայց դե մեր գործի տեղը այդ շատ խիստ կանոններ չի, ստեղծագործական մթնոլորտ է, ֆուտբոլ, ուրեմն ֆուտբոլ։ Մի պահ մարդը կանգնեց, ասեց, ֆուտբոլ ես, լավ է, շատ լավ է, ովքեր են խաղում, ասում եմ, Հայաստանից ես, Իսրայելից ես, Շարիկի երակներում ասում են նաև հրեական արյուն, հիմա արդեն 2 րոպե մեր հետ մասնակից եղավ, բայց դե իրան այդքան հետաքրքիր չի, պետք է անցնի գործերով, ասում, շեֆ, հիմա բայց դուք ում եք բալետ անում, մերոնց, ասեց ու գնաց, ու միջև խաղի վերջ դու չես հասկանում, մերոնք ովքեր են, այս պարագայով։ Յունիկը թե Խապոելը։ Հարասարակ նաև, չգիտեմ ինչ հոտառություն ունի Շարիկ Ռոբերտովնան, հոտառություն ոչ ուղիղ իմաստով, այլ փոխաբերական մարդկանց ճանաչելու, պահելու, աճեցնելու, զգալու, ներելու, առաջ տանել, այլ ներելու պահ ասեմ, օգոստոսի 26-ին ծնունդս, հա։ Հիշում ենք։
այդ օրը bookmaker-ական այդ ժամանակ դեռ հնարավորություն կար bookmaker-ական ընկերություններից մեկը գնել էր այդ կարող եմ մոռացել եք դուք բայց ես հիշում եմ վառ գնել էր ամբողջ օրը ռադիոյի ճիշտ է գովազդային մի օրը գնել էր հիմա ես եկել եմ ռադիո ծնունդները մենք այնտեղ նշում ենք խմում ենք սեղանա գցվում եւ այլն ու տենց լավ տրամադրությամբ ինքս իմ վրա արդեն տենց վստահ մտնում եմ հա ինչ եթեր կան ոնց լրիվ մտնես եթեր ընկերներդ այդքան աշխատել են ամբողջ օրը երեկոյան ես մտնում հա երեկոյան այդ կամպանիայի անունը տվել են Շուշանիկը հանգիստ նստում է ավտոն գնում ասում է լավ այս ամսվա աշխատավարձի փողը փակվեցի այլն ու ես եթերում մտնում եմ ասում եմ օրինակ կակաչնա Հովանա դու ասում ես գնացեք եւ անպայման խաղադրույքներ արեք մանուշակում դեռ դուս չեկած տաղավարից շեֆին բայց ամեն դեպքում ըմբռնումով բարեբախտաբար այդ իրավիճակը հարթվեց գնաց այս պատմությունը հիշելով ասեմ որ ինչքան հաղորդավար կա ու եղել է ուրեմն ռադիովանի ամբողջ պատմության մեջ բոլոր քիքսերի ժամանակ Շուշանիկ Ռոբերտովնան անպայման լսել է եթերը։ Միշտ, երբ որ դու քիքս ես տալի, ուրեմն շեֆը լսում է եւ հետո դե parza, ինչ որ խնդիր պահկայի միջայլոց այս տարիների ընթացքում քանի բացվել խոսում ենք, ասեմ, երբ որ ինչ որ եթերում մի բան ես անում ու լավ պահա, հետաքրքիր, ասում ես լավ կլներ լսել։ Շեֆը ու չգիտես, լսում է թե չի լսում, հա, բայց այն տասուստի պահերին եւ որ ասում ես երնեք չլսել, հա մեկ էլ այո, դե ոչինչ։ Ուրեմն չի լսի, դե ծրագրերի տնօրենն է, պաշտոնը նաև համարվում ու իմ վառ երկրպագուն ճակերտների մեջ ճակերտների մեջ հենց մի բան տեղի ունենում, հենց ինչ տարօրինակ երգ էի դրել, անպայման կզակ պատվերներով ծրագրի ժամանակ ես բարի սրտով եմ։ Օրինակ կարող է զանգեն Նատալիա Օրեյրո պատվիրել, ինքը գորը համոզեր հասցներ Նատալիա Օրեյրոին աճեսներ դարձնել Նիրվանա։ Բայց ես կամ Կորտի լավ գոնե։ Ես կարողա դա հնչեցնել, մեկ է մի անգամից գնում եմ ոչ մի լավ բան դա չի նշանակում։ Երեկոն շանթում հերոստաշոուի հովանավորն է L-Drive Holding-ը։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպահեստամասեր, L-Drive Holding-ը առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Մեր սիրելի ընկերը, մեր բարեկամը, ռադիոյի բարեկամը Պավել Խաչատրյան, մարդ, որ հետ ես բարձրացել եմ Արարատ լեռի միջայլոց։ Այո։ Պավել եւ Շուշանիկ։ Չես պատկերացնում ոնց եմ ես ուրախ որ դու ստեղից ես գիտեմ ինչքան դու զբաղված ես բայց ժամանակ գտար սպայսի գիտես ես քեզ ոնց եմ սիրում պարչա Ես որ սեց առաջարկություն ստացա հա նախասի երբ ինչ որ ձեռառնոցի հա ամենասկզբում հերթական հա հա չէ հետո որ գորա զանգեց ասեց սենց ասի որ ոնց չեմ գա Էնել ինչ ուրախությամբ շատ մեծ ուրախություն Պարչյան շնորհակալ եմ շատ Ուշադրություն դարձրեցիք ծաղկի գույնին, Շանիկ Ռոբերտովնան, դեղին գույնը։ Իրա սիրած գույնն է։ Այո, դա մի զվարճալի պատմություն կա դրա հետ կապված։ Լևչենկովի։ Ուրեմն, այո, Շանիկ Ռոբերտովնա հերթական ծննդյանորն է, Պավելը զանգում է մեր Ալյոնային, Շանիկ Ռոբերտովնայի օգնականն էր այն ժամանակ Ալյոնան։ Պավելը զանգում Ալյոնային, ասում է Ալյոնա, շեֆի սիրած ծաղիկները որն է, որ գույնն է։ Հա, որ գույնն է սիրում։ Լոնչը ասում է ոնց Դեղին վարդեր։ Հա։ Ու Պավելը դեղին վարդերով սեն շքեղ գալիս է Շանիկ Ռոբերտովնա։ Ու տարիներ շարունակ միշտ պահպանվում է ավանդույթը։ Հիմա խնդրեմ ասեք, որ դուք երբեք չեք սիրել դեղին։ Ծաղիկների։ Դեղին ծաղիկներ չի սիրել։ Հիմա միշտ սիրում է, որտեվ պաշը։ Որտեվ է դի։ Որտեվ է լոչներ ասել։ Սիրում եմ դերը դեղին։ Ես սիրում եմ։ Արա 20 տարի է, ֆաս։ 20 տարի, այո։ Բայց արդեն սիրում եք։ Դուք ճաշակ եք ձևավորում։ Բայց այսօր չկա դեղին վարդ, ես դեղին տյուլպաններ եմ։ Այո, կա։ Դեղին, բայց էլի։ Այո, էլի Դու գեղեցիկ։ ամեն ինչ այնքան սրտով ես անում, ամեն ինչ այնքան գեղեցիկ, հիմա ինչ է։ Այ հիմա պատմեք այն, որ բացեց գախնիկը, որ դուք դեղինը այդքան է ջը։ արդեն սիրում եք։ Սիրում է։
Չէ, Հա, բայց ես սիրում եմ։ հաղորդում ինչքան հասկացա Շուշանիկի մասին։ Այո, հա, բայց Թող ես մի հատ ասեմ, ես ինչ եմ Շուշանիկին սիրում։ Ասա, Ես ինչ եմ եկել։ ասա, ինչի՞ սիրում Շուշանիկ։ Ես եթե չեմ սխալվում 21 կամ 20 կամ 21 թվականից եմ ճանաչում Շուշանիկին, առաջ անգամ հանդիպել եմ այդ թվերին։ 2001 2000 ինչ ասեցի։ 20-21 Օ, չէ, 2001, հա։ Ու այդ օրվանից սիրահարված եմ։ Ես դրա համար եմ եկել, որ բոլորի առաջ հետ ասեմ, հիմա տնեցիներս նայում են, կինս նայում է, անդադ ինձ ասում են, ինչ-որ մեկը կա, քո կյանքում հաստատ բան, ամբողջ էֆիրի առաջ ասում եմ, ես սիրահարվել եմ Շուշանիկին 2001 թվականից, ինքը ոնց որ իմ համար համ քույրը լինի, համ իմ համար ամենասիրուն կինն է, համ ամենասիրուն կինն է իր ներքին աշխարհով էլ ամենասիրուն կինն է ու համ էլ ամենաբարին է ձեր նկատմամբ իր շրջապատի նկատմամբ որովհետև այդ ամեն ինչը տեսել եմ անցել եմ մենք խոսացել ենք շատ անգամ տարբեր իրադրություններում ձեր մասին կոլեկտիվի մասին իր երեխեքի մասին ինքը ոնց է ալնում համ մամա համ ընկերուհի համ մեծ քուր համ ամեն ինչ համ կռիժ համ ամեն ինչ էլի ու ես էլի եմ ասում Շուշան ես մի այլ տեսակի բան եմ համակրում եմ քեզ հայերեն ճիշտ բառը է Ես էլ եմ շատ սիրում Ես հիշում եմ մենք շատ ծանր այդ դրանից սկսեցի շատ ծանր տարի ունեինք Բոլորս էինք ծանր այդ ժամանակ Դու չես հիշում երևի պավ Значит մի հատ շատ ծանր տարի ունեինք որ արդեն աշխատավարձ եւ այլն տենց արդեն հարցականների տակ էր Պավելը մի հոգի էր, մի մարդ, որ իրան դա պետք չէր, ինքը դա արեց իմ համար, մեր համար, կավ ասեց Ես փակում եմ ձեր բոլոր գովազդային այդ բաները, պաուզաները ու ինքը չի հիշում հիմա բայց ինքը այդ ժամանակ մեզ ֆինանսավորում էր միայն իր գովազդներ գնում ուրիշ գովազդ չունեինք եւ մենք մի ահագին ամիսներ կարողացանք իշնորհիվ իր պատժկայի գոյատևել Դա ես հիշում եմ, դա իմ համար անգնահատելի է, я это помню, հասկանում ես։ Բայց դու քույրն ես, Բայց դու չես ուզում լսես։ Ես քեզ ասում 2001 թվին, երբ որ ես քեզ առաջ անգամ տեսա, դարար իմ քույրը։ Всё, հիմա ոնց կարելի է քույրը տեսնել, որ մի քիչ լավ չի, ու ինչով հնարավոր է չօգնես, անհնար է։ Դրա համար եմ ասում, դու ունես այդ մարդիկ քո շրջապատում, 100% շատ են։ Կարող է դու դեռ բոլորին չես տեսե կամ շփվե կամ բայց այդ մարդիկ կան որովհետև դժվար է քո հետ շփվել ու տես չմ բայց հիշում եք մի անգամ համել Շուշանիկի մի տեսած ամենահայրենասեր կինն է ամենա ես անուններ չեմ տա որովհետև չգիտեմ հետո այդ մարդիկ լուրջ մարդիկ են ես մի օր եկա քո մոտ դու նստած էիր եւ քո մոտ не то ամուսիններ էին թե ուզում էին ամուսիններ դառնային թե ամուսիններ էին խաղում Աղջիկը ռուս էր, տղամարդը հայ էր, ունևոր հայ էր, ես էլ բավականին ունևոր, բավականին ունևոր, ես անուններ չեմ տա, ու ես եկա որ մտա հասկացա որ ճիշտ ժամանակի չեմ եկե, Շուշանիկը ասաց չէ նստի, նստեցի ու տենց խոսակցությունների գնում է հայրենասիրական թեմաներ Հայաստան, Ռուսաստան, էսյան էյամը, որը եկել է աղջիկը դրեց ու սկսեց մեր հայերին մեզ հենց բացատրել, որ մենք պիտի մեր շնորհակալ լինենք Ռուսաստանին, որ մեզ հենց այսքան պահում է, այս անում են անում ու ես առաջի անգամ տեսա Շուշանիկին, որ այդ կարևոր հյուրերի մոմենտը մոռացած, մեկ էլ ռուսերենով ոպի, էդի չարեց այդ աղջիկը, չհասկացա, դու եկե նստել ես մեր մեջ իմ ժողովրդին ես բան ասում, այս աղջիկը չհասկացավ երևի, ինքը մտածում էր դե Շուշանիկ, Արևշատյան Շուշանիկն է, ռադիովան, իրանք այդպես լուրջ մարդիկ են, հոսակցությունները բանել, չի ասես գնալ ստես, դուս արի մի, դավայ դուս, մարդն էլ հետ է, լավ գնալ։ Ու ես Շուշանիկի ներողություն եմ խնդրում, ասում Շուշան ջան, այդ խոսակցությունը ես բացեցի, երևի սխալ էր էլի իմ կողմից, որովհետև ձեր այս ամեն ինչը տատուպատ խոսք գնաց, հա, всё։ Ներողություն, շատ ճիշտ է սարը, հələ դրանն այ ասում, նստեմ մեր մոտ, հայերին բան ասում։ Հիմա ոնց կարելի է այս կնոջը չսիրել։ Ուրեմն մեր Շուշանիկ Ռոբերտովնան միշտ զբաղված է, միշտ խառնա ու դե պատկերացրեք օրական ինչքան մարդիկ են գալիս Շուշանիկ Ռոբերտովնայի մոտ ինչ որ բաներ ուզելու, չէ՞։ Ու մենք բոլորս գիտենք, Շուշանիկ Ռոբերտովնան մեզ բոլորս ասել է, ով գա, ասեք, я круглая сирота, у меня нет родственников։ Ու եթե իրան ինչ որ մեկը զանգում է անդադ ինքը չի վերցնում հեռախոսը, այդպեսի ուրեմն սովորություն զանգում է Ալյոնային, ու Ալյոնան գալիս ասում է, օրինակ այս մարդը զանգել է, Շուշանիկը ասում է, դե լավ, в общем, ես կմենքոմ
Բայց երբ որ Արևան գալիս է ասում է շեֆ Պաշը զանգել ասում է որ Պաշը մեր Պաշը մեր Պաշը Իմ հարազատ քույրիկը, որը փոքր է ինձանից, 14 տարի, զանգում է մի օր, ասենց աղիողորմ ձայնով, բան, ասում է, մի հատ մեր երեխու համար չես մտածում, բան, իր աղջկա համար։ Իմ քրոջ աղջկա համար, ասում ի չեղե, մայրը մի ջան, բան, ասում է, ուզում է արդեն աշխատանքի անցնի, ավարտել է այդ ինստիտուտը, Սյանեյան, տեխնոլոգիա, բան, ասում Մարիամ ջան, ասա ինչա պետք հասկանամ, բան, ասում է, ասենց մի հատ ֆիրմա կա, այդտեղ լավ բարձր աշխատավարձ են տալի եւ այլն։ Օր անկապ քշում եմ, ու առաջի մարդուն, որ պետք է հարցնեմ, ինֆորմացիա, ասենց ֆիրմա կա, չկա, Շուշանիկն ասես դեմս գալի։ Ու ես զանգում եմ Շուշանիկ, ասում Շուշան, պրիվետ, ասում սենց մի հատ երեխա կա, սենց արեց, որ ֆիրման էր։ Լսիլը, ասում սենց ֆիրմա էր, էլի անունը չեմ ուզում տամ, ասեց ինձ 5 րոպե ժամանակ տու։ Ու ռուսերեն այդ ասում, հա, дай мне 5 минут, ման, ասում Շուշան, եթե 3-4 րոպեից զանգեց, ասեց թող գնա Пусть девочка, լսի, пусть девочка գնա այսրամոտ, ասի ես Արևշտյան Շուշանիկի կողմից եմ, լսի 3-4 րոպե անց է զանգում եմ քրոջս, քուրս գիտի հələ պետք է հարցեր տամ ֆիրմի անունը, բան, ասում եմ, բավ, ես ասում լսի, թող գնա ես ինչ տեղը, ասի ես Շուշանիկ Արևշտյանը Դա не может быть։ Չի կարող պատահի, բայց լսի վրա կռիվա։ Բա որ դու կարայիր այսքան ժամանակ։ Ասես ես եմ Շուշանիկ տարե։ Ես вообще ни при чем։ Գիշերվա կեսին։ Զանգում են Շուշանիկը, ասում եմ մի հատ բան եմ խնդրում։ Այդի հա։ Շատ արագ պետք է այդ հարցը լուծվի, որտեվ իմ սիրտը կանգնում է, ես sense չեմ կարող։ Գիշերվա կեսին ժամը 2-ն է, էլի։ Այո։ Հասկանում ես։ Ժամը 2-ին սկսեցինք ես ու Շուշանիկ օպերացիան, ժամը 4-ին փայլուն ավարտեցինք այդ օպերացիան։ Ցավը տանեմ։ Տենց բաները միջև վերջ մնալու է մեր հետ, որպես շատ բան հատուկ մեր համար բաներ որ արել են։ Դե հիմա որ մի քիչ գոնե հասկանալ լինի հերոստատիտողին, խնդիր կար, որ ես sense ուզում եմ աչքերս փակ թռնեի այդ խնդիրի մեջ, Շուշանիկը իմացել էր այդ խնդիրի մասին, փորձել էր ինձ համոզել, հասկացել էր, որ չէ, ես մի քիչ ինչպես է հաստակող անձնավորություն եմ ու գիշերա, իսկապես գիշերա մենք շփվում ենք Շուշանիկի հետ այդ հարցի շուրջ Վերջը զանգում է Պավելին, արդեն Պավետ օպերացիայից հետո արդեն հետո ես նոր իմանում եմ այդ բարդ երանգյունի մասին։ Այո, ես հասկացա, որ մենակ Պավելը կարա։ Այո, հիմա կարող եմ ասեմ, որ դուք ճիշտ եք, ես սխալ։ Այո։ Հոպահապան հրեշտակները երկուսը, իմ մեջքի հետևին կանգնած է։ Բայց դու արդեն մինչև գցվել էիր։ Այո, ես արդեն ուզում էի լողալ։ Ինքն հանե այսպես քեզ։ Նույնիսկ ես չեմ ետադել։ Այս Մոսադի մակարդակով սարքած օպերացիա է, Տենց հեշտի որ դա չի կարելի բարձրաձայնել, բայց կապ ունի պոլիտիկայի հետ լավ։ Քաղաքականությամբ։ Այո։ Եվս մեկ շատ հետաքրքիր պատմություն, 2018 թվական աշխարհի առաջնություն պետք է լինի, Շուշանիկը գալիս է ինձ, ասում է Գոր, ես որոշել եմ, որ մենք պետքա բան անենք, ֆուտբոլը եթեր տանք։ Ասում շեֆ, ֆուտբոլը ո՞նց եթեր տանք։ Մարդիկ նստած տելևիզոր են նայում, հեռուստացույց են նայում, աշխարհի առաջնությունը ամբողջ աշխարհը նայելու է։ Ոնց ինչի՞ պիտի ռադիո լսեն այդ մարդիկ։ Ասում է դե ռադիոն կարող է մեքենայում, ասում շեֆ, հիմա այն դառնա, որ ամենտեղ ուր ուզում ես եղի, Արարատ, Լեռան, Գագաթին է, կարող ես ինտերնետ ունենալ, ասես չէ, պիտի նենց բան օրինեք, որ բոլորը նայեն։ Անմարդ ինչ օրինենք, զանգում եմ Պավելին, ասում եմ Պաշ, դու այն բաները ունես, չէ, Մարադոնայի մայկան մոտը տա, ասում է հա, ասում եմ Ռոբերտո Բաջոյի բուցին մոտը տա, ասում է հա։ Ասում լսի, կարաս 10 մեզ, ասում ոնց 10 մեզ, ասի դե մի քանի օրով էլի, ասեց մի քանի օրով կարամ, վերջը, Պավելը տվեց իսկապես դա հայրեն ոնց է ռելիկվա բար կա, հաստատ կա, մենք չգինենք, ռելիկվա է, ես կեմ, Մարադոնայի, ոչ թե Մարադոնայի մայկան, Մարադոնայի ստորագրությունով մայկա, և Բաջոյի խաղակոշիկը, որը որ ինքը աշխարհի չեմպիոնատում խաղացու պենալ չի խփել, այդ խաղակոշիկը Պաշը իրա ձեռով բերում այդ ամեն չանձնում է մեզ, մենք տաղավար ենք ստեղծում և եզրափակիչը Արգենտինա, Ֆրանսիա խաղի ժամանակ մեզ միաժամանակ 300,000 հոգի դիտել են։ Կարծինկա չունենալով։ Այսինքն մենք բայց կարծինկայի ետևում կար Մարադոնայի շապիկը և Բաջոյի Եվ Գորը որպես կոմենտատոր ամենակարևոր Գորը և Ռուբենը, այո, իսկապես և դա
Չէ, այն որ դուք լիքը ռեկորդներ եք արել, դուք։ Այսինքն, այդ փաստը։ Այստեղ հայտնվեց գեղեցկուհի Աննա Արևշատյանը։ Դուստր, ընկեր, ռեժիսոր, SMM մասնագետ, կիսուր մայրիկ նաև։ Առաջին հարցը, որ Շուշանիկը տվեց համբյուրից հետո, երեխաներին ու մոտեստով է։ Всё нормально, երեխաներին։ Всё нормально, բոլորը տեղավորված են։ Так, մայր եւ դուստր։ Մայր եւ որդի։ Ну, մայր եւ որդին առանձին պատմություն է, Էդոին բարևներ մեր սիրելի։ Այո։ Так, ինչպիսի հարաբերություններ ունեք դուք։ Դուք ընկերուհիներ եք, կիսուր հարսեք, Ամեն ինչ։ Դե առաջինը ընկերուհիներ ավելի շատ, քան մայր եւ աղջիկ, հատյա այս դերերը պետք է փոխվի արդեն։ Որտեվ ինքը ինձ իր ընկերուհիների ցանկից կամած հանում։ Տենց բան չկա, չէ։ Ավելի հետարքիր արդեն երիտասարդ ընկերուհիներ ավելի ունի, քան ես, բայց հիմա մենք վերադառնում ենք հիմա, ագիտես ինչա, համ ընկերուհի, համ դուստր, համ կիսուր, մեկ առավոտյան այսօր նա կիսուր ներվերս կերով ուղարկեց։ Ասա, պաշ, ասա։ Ան, խնդրեմ դու մի քանի զվարճալի պատմություններ հիշես քո մայրիկի։ Զվարճալի։ Հենց պրեմ զվարճալի։ Պրյամ զվարճալի։ Լսի, ես շատ զվարճալի պատմություններ գիտեմ, որտեղ մեր մոտ անընդհատ զվարճալի պատմություններ են։ Սկսած ամենաառավոտից, ես հիմա ժամանակավոր մամայի հետ եմ ապրում։ Ու առավոտները մեր մոտ տատիկն է, մեծ Պակալենյայի մաման, հետո Տիկին Լիզան, այո, հետո իմ մաման է գալի, հետո ես եմ գալի, հետո իմ աղջիկն է գալի։ Փոքրիկ Լիզան, ու սենց 4 կանանցով պատկերացրու մի հատ խոհանոց ունենք։ Ջաջ Ռոբերտը ու Մարկը, այ մա։ Ասեմ քեզ, այո, բոլոր խեղճ տղամարդիկ մեր կողքը։ Դու պատկերացրու ինչա կատարում այդ րոպեներին, ամեն օր զվարճալի պատմությունները։ Բայց ես ուզում ուրիշ բան ասեմ, ես չեմ ուզում զվարճալի պատմություններ պատմեմ, որովհետև մամային շատ գիտեն լիքը պատմություններ զվարճալի, այ իրան չգիտեն որպես մամա, ինքը ինչ ձև է, որպես տատիկ ինքը ինչ ձև է։ Ինձ թվում է ավելի շատ հետաքրքիր կլինի։ Բոլորը գիտեն, որ ինքը sense ուժեղ կին է, իրոք այդպես է, բայց տանը ինքը ընդհանրապես այտենց չի։ Ուր այն բանալիները որտեղ է ինչ է, չգիտի ինչ անի, չգիտի կորցրված երեխա է, ուղղակի դրա համար ես ուզում եմ հատկապես այդ նշեմ, որ ինքը տանը մեծ մեր փոքր երեխան է, ամենամեծ ու ամենափոքրն է, որովհետև մարդը ում հետևից ուզում ես խնամես իրան, այո, եւ խնայես իրան։ Հացեր եմ թխում թխմորով իրանց համար։ Ու չեք գնահատում ես կնոջը տանը։ Ինչի չենք հակառակ, ասում եմ շատ են գնահատում իրան։ Միգրամ հաշ չեմ թողում, սա Ինքը հատկապես մի հատ ուրիշ ձևի տատիկ է, ես պրям շոկի մեջ եմ դրանից։ Ինքը իր մեծ թորնիկի հետ, Մարկի, իմ տղայի հետ, շատ ուժեղ կոնտակտի մեջ է, շատ ընկերներ են, իրար հետ խուլիգանիտ, տենց տարբեր բաներ են անում, իմ դեմ, ասում եմ Մարկը չի կարելի օրինակի համար հաց ուտել, այսին ժամից, հա ոչինչ, Մարկի ինչ պատվիրեմ, սուշի կուտես, գիշերը 1000-ի։ Գիշերը իջնում է, ռոզովե պանտերը, իջնում է իմ պոլնի տիշնի, գիշերը հաց ենք ուտում։ Ես պետք է ուրիշ բան ասեմ, իմ մաման ունեցել է շատ լավ տատիկ, Աննա տատիկ ուներ, որ Ադեսայում էր, շատ ուժեղ տատիկ էր, ու մաման միշտ ասում է, որ ես կերազեմ, որպեսզի տենց տատիկ լինեմ իմ թորների համար, բայց իրոք եմ ասում, ինքը ավելի լավ տատիկ է, որովհետև շատ հարցերը ինքը ավելի, ոնց ասեմ, ինքը իջնում է իրանց ոնց որ ոչ թե չեմ ուզում, հա, ասեմ, տարիքի դառնում է իրանց պես, իրանց այդ հոգեբանական բաները ավելի լավ են բռնում, ու ճիշտ ասեմ, այտենց ավելի լավ աշխատում ինչ-որ հարցեր կան, քան օրինակ սենց ինչ-որ մետոդически, սենց պեդագոգիկական ինչ-որ բաներ անենք, տենց էլի։ Դրա կարդացած գրքերը լրիվ սուտ են, տատիկներ ու պապիկներ։ Իմ չեմ հիշում, ով էր ինտերվյու է վերցնում, ինչ-որ բավականին խելացի մարդ էր, ասեց, որ այն մարդիկ, ում դաստիարակել են տատիկները, դրանք լրիվ ուրիշ մարդիկ են։ Տատիկ պապիկը մեծ հարստություն են, ով չունի, ով չի մեծացրել իր թորներին, շատ մեծ բան է Լավ, իսկ հիմա այդ ինստիտուտը, որ ավել փիլիսոփայացնենք, այդ ինստիտուտը կամաց կարծես թե ոչ թե կորում, մեր պարագայում չէ։ Օրինակ աշխարհում ասում են կորել է։ Տատիկների, պապիկներին։ Ոչ Իսպանիայում, Իտալիայում,
տաք երկրներում կարծես թե պահպանվում է։ Սկանդինավյան երկրներում Նո, ավելի շատ քաղաքականություն է գնում, որ տատիկ պապիկը իրանց կյանքով ապրելու իրավունք ունեն։ Այդ գիծն է հիմա։ Բայց այս թորներն էլ են, չէ՞ քո կյանքի իմաստը, ես չեմ, որ ասում են ապրի քեզ համար։ Այս ինչ է նշանակում ապրի քեզ չեմ հասկանում, ինչ է նշանակում ապրի քեզ համար։ Դուք բոլորդ իմ կյանքի մասն եք, իմ կյանքն եք, իմ կյանքի իմաստը հենց դուք եք ստեղծում։ Իսկ ապրի քեզ համար չեմ հասկանում ինչա։ Ես ունեմ 2 թոր եւ Սաշկոյի 2 թորները, որ հիմա Թիֆլիսում են ապրում, 4-ը։ Բոլորը, այդ զանգերը, այդ ջերմությունը, այդ պահերը, Սաշկոյի երեխաները, որ ես կարողանում եմ իրանց հետ շփվեմ, դուք բոլորդ, այսօր քո նվաճումները, դա է կյանքի իմաստը իմաստը կազմում։ Թորների հետ Այո, ասեմ, ինչ անշ ապրիլ քեզ չեմ հասկանում այդ բառը, ապրիլ քեզ Ես համար։ կարծում եմ ինչ որ նույնիսկ էգոիզմի տենց բաներ կա այդտեղ, նշույլներ կա էլի այդ ապրի քո համար։ Երեխան պիտի տենա քո մամայի ու պապայի վերաբերմունքը իր պապայի մամային։ Եթե տեսա որ չկա, մենակ մարդիկ են սրանք։ Տենց էլ լինելու է միշտ։ Մի հատ ջուր տվող չի ունենալու։ Իսկ եթե տեսնում է որ ընտանիքը որն է, իրական ընտանիքը, ամեն օր է տեսնում։ Ինքը հասկանում ամենակարևոր մարդիկ իրանք են։ Ամենակարևոր, ամենաթանկ, իրան պաստերանի օգնող, հասնող, գիշերվա ժամը 2-ին, բան եւ այլն։ Այդ շատ ճիշտ դաստիարակչական մոմենտ էլ ունի իր մեջ։ Դրսի կյանքը մեր համար չի ապեր։ Այս առումով տատիկ, թոր, երեխեք, ծնողներ, այս տրադիցիոն պետք է միշտ բռնենք, կռիվ տանք դրա համար։ Բայց տատիկներն էլ են փոխվել, ասեմ քեզ։ Օրինակ հիմա իմ տատիկը, ես որ փոքր եմ, հիշում եմ, ինձ սերվանտներ ունեինք, ասենք ինչ որ թանկ եւ ինչ որ շատ սրտին հոգեվոր չեխական սերվիսը, որ երբևից չէին բացվում։ Կյանքը փոխվել է, ու սպասում են այս հյուրերի համար, այսինքն ինչ նոր տարուն տոների համար։ Մեր տատիկը, մաման, որ դարել է տատիկ, ուրեմն ունի շատ յուրահատուկ մի սենյակ, որտեղ հավաքում է յուրահատուկ նկարներ, կանանց տենց ինչ որ սերվիսներ, շատ սիրում է հնություն, ու որ անտիկվարիատ, այո, եւ մտածում ենք դե պետքա երևի ասենց ինչ որ փակ տեղում լինի, որ հանկարծ երեխաները չկպնեն, բայց եղավ կովիդը Եվ 24 ժամ մենք այս Թանգարանը բաց բոլորը կարել էր ձեռ տալ, խմել, Լիզան փոքր բացում էր այդ թանկը եւ շատ ռեդկի բաները։ Տատա, это красиво։ Այո։ Հասկանում ես, այսպես փոքրս это красиво։ Վերջ, այդ է իմաստ։ Գեղեցիկի ներմուծումը։ Ուզում ասեմ տատիկները հիմա իմ տատիկը, այս նոր տատիկները էլ ավելի լոյալ են, ավելի փոխվում է ժամանակի ազդեցությամբ։ Բայց ես համաձայն եմ, որ պետք են երեխաները անպայման պետք է շփվեն մեծերի հետ ու որպեսզի հասկանան ամեն մեկի հետ։ Հետո մենք պապիկ-տատիկի նմանը չենք։ Չեք, այո։ Այո, առաջին տատիկին եմ հիշում պապիկին ու հիմա ինչ որ տատիկ։ Տատիկ, պապիկ։ Տատիկ չի։ Այո, համաձայն Ստատուսով է տատիկ, բայց տատիկ չի։ Ժամանակն է եկել հրավիրել այստեղ մեր այսօրվա Շուշանի Կարևշատյանի երեկոյի ամենագլխավոր հյուրին, որը որ իսկապես այս երեկոն կդարձնի էլ ավելի մոգական, կախարդական եւ բարի։ Это мне. Это для меня. Спасибо тебе. Բրգլան։ Դե ինչ, փոքրիկ Լիզան եկավ եւ այն խոսակցությունը, որը որ այդքան երկար գնում էր առանց սցենար, եկավ եւ կպավ այնտեղ, որտեղ որ պետք է կպներ։ Լիզոկը եկավ իր ամենասիրելի երկու մարդկանց մեջտեղը նստեց եւ սա իսկապես երջանկություն է։ Այսպիսին էր Շուշանի Կարևշատյանը երեկոն Շանթի եթերում։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Շնորհակալություն։